Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզված է, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն այս ընթացքում նվազել է։ Վարդանյանը կասկածում է, երբ ընդդիմադիր ուժերի միավորումից կախված լինի իշխանություն վերցնելու հարցը, արդյոք օրինակ մեր ձևով շարժումը կգնա այդ քայլին եւ կհամագործակցի Քոչարյանի կամ այլ ուժերի հետ։ Միաժամանակ ըստ նրա Քոչարյանը հայտարարելով, որ ամենաշատ ձայն ստացած տեխնացուի շուրջ պետք է կոալիցիա լինի, արդյոք իրականում պատրաստ են իրենից բացի ուրիշի ընտրել։ Եթե անկարծ այնպես իրավիճակ ստեղծի, ինչպես որ եղավ Գյումրիի դեպքում, երբ որ ընդդիմադիր ուժերի միավորումից կախված լինի իշխանություն վերցնելու հարցը, արդյոք իրենք կգնան այդ քայլին, կհամագործակցեն Քոչարյանի կամ այլ ուժերի հետ, թե ոչ։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին նշել է. առավել նպատակահարմար է խուսափել երկրորդ փուլից եւ ընտրել փոխզիջումային տարբերակը։ Ով շատ ձայն է հավաքել, նա այդ իրավունքը ունի։ Եթե այդ տեխնացուն, այդ շատ ձայներ հավաքած տեխնացուն այնուամենայնիվ տեխնացուի պատճառով չեն կարողանում կոնսենսուսի գալ այս ընդդիմադիր դաշտում, կա երկու տարբերակ։ Կամ երկրորդ փուլ մեր սահմանադրությունն է սա ասում։ Առաջի երկու տեղը գնամ են երկրորդ փուլի կամ էլ ուղղակի այդ մարդը կամ այդ քաղաքական ուժը ասում է օքեյ ես պատրաստ եմ կոմպրոմիսի մտածենք այլ օրինակ տեխնոկրատ վարչապետի տեխնացության մասին եւս տարբերակ է եւ իմ կարծիքով ավելի ճիշտ է չմտնել երկրորդ փուլի մեջ։ Քաղաքագետի կարծիքով այս ընտրություններում Քոչարյանը չի ունենալու այն ձայները, որն ունեցել է նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինձ համար ամենամտահոգիչն այն է, որ ինքը դեռ այդքան խոսելով իր փորձից բաներ կա, որ կամ չի հասկացել, կամ չի ուզում իր ձախողումները ցույց տալ եւ էլի կրկնում է մտքեր, որոնք որ արդեն իսկ հասարակության համար արդեն պարզ են դարձել, որ այդ ճանապարհը սխալ է եղել։ Վարդանյանը նկատում է, երկրորդ նախագահը, որն այդքան թմկահարում է իր գիտելիքներն ու փորձը, միշտ չէ, որ դրական արդյունքների են հանգեցրել։ Նա համոզված է, բացասական երանգներն ավելի շատ են։ Կան սոցիոլոգիական հարցումներ, որ իր վարկանիշն է զգալիորեն ընկել, եւ այն 20-21% որ հավաքվեց նախորդ խորհրդարանական ընտրություններում, իր գլխավորած դաշինքը այլևս չունի։ Վարդանյանի դիտարկմամբ աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում Քոչարյանը մոռանում է մի իրողություն։ Այսօրվա աշխարհում ամեն ինչ այլ է։ Այնպիսի տպավորություն, որ ինքը դեռ 2000-ականների այդ ազդեցության տակ է մնացել։ Աշխարհը շատ է փոխվել, իրոք շատ է փոխվել եւ հիմա էլ շատ արագ փոխվում է։ Հայաստանի բնակչության մեծ մասը 90%-ից ավելին իմ կարծիքով ժամանակին չէր սպասում, որ Ռուսաստանը կարող է այդպես կտրուկ շրջադարձ կատարել իր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանին թիկունքից խփել։ Եվ չէին սպասում, որ Ռուսաստանը կարող է այդպես միլիարդավոր դոլարների զենքեր վաճառել։ Ասուլիսի ընթացքում Քոչարյանը նաև դժգոհություն է հայտնել, երբ իրեն նույն հարթության մեջ են դիտարկում առաջին եւ երկրորդ նախագահների հետ։ Միաժամանակ նա ակնկալիք է հայտնել, որ առաջիկա ընտրություններից հետո հնարավոր է ձևավորվի կոալիցիա, ընդգծելով, որ ընդդիմադիր դաշտում փոխհրաձգությունը պետք է նվազեցնել։ Գտնել այնպիսի լուծում, որը հնարավորություն կտա ավելի քիչ ցնցումներով առաջարժվել։ Նարեկ Կարապետյանն էլ չի ուզում ասոցացվել Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Ինքը իր վերջին այս հարցազրույցի ժամանակ հանրային հեռուստաընկերությանը տված ըստ փորձում էր դիստանցավորել, փորձում էր իր հորը դիստանցավորել ՀԿ կուսակցությունից, որի անդամը երկար տարիներ եղել։ Ասում էր, որ նա քննադատել է այդ իշխանությանը։ Մինչ այդ քաղաքագետը շեշտում է, չնայած զգուշավորությանը ընդդիմադիրները փորձում են համախմբվել իշխանության շուրջ չանցնելու սկզբունքի շուրջ։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։